Ինչ է ձեր վերլուծություններով տեղի ունենում բանակցային կուլիսներում։ Չեմ կարծում, որ որևէ լուրջ բան տեղի ունենում, եթե չհամարենք երեկվա թե անցած օրվա Ալբանիայում հերթական կադրերը, որը ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ է, կարծում եմ յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ այդ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը ենթադրում եմ խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է ինքը իր քաղաքական, այսպես ասենք, հեռանկարը շարունակի, այս մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող փաստաթուղթ կարող է լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել եւ հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհական այն մեծ կոնտեքստի մեջ, որ այսօր տեղի ունենում աշխարհը։ Չեմ սպասում որևէ լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակը ամեն գնով պահելաթոռը եւ կան այս ամեն ինչի շուրջ sense խաղացողներ, որոնք կգնահատեն իսկ արժի այդ հարցում աջակցել, թե չարժի աջակցել։ Ընդհանրապես սա է։ Կրկնեմ, այն կադրերը, որոնք երեք տեսանք եւ որը շարժանարում է ցանցերում, ուղղակի հայտարարություն է։ Արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է։ Ոնց կուչ եկած, ոնց որ ենթակա շեֆի արչև կամ ծառա տիրոջ արչև հարաբերություններ են ձևավորվել այս։ Գիտեք, բանի այդ այսպես կոչված body language-ը շատ լավ է ուղղակի բացատրում, թե այդ մարդը ինչ վիճակում է գտնվում։ Այդ մարդը իրեն արդեն դասել է որպես ենթակա, որպես մի մարդ, որը ամբողջությամբ կախված է այդ մարդկանցից, այդ երկու մարդկանցից եւ իր ամբողջ մարմինն է խոսում դրա մասին, որ այդ մարդուց որևէ օգտակար բան երկրի համար չի լինելու։ Հոգեբաններից հարց գտնվում ինչպես